Փաշինյանը արդեն 7 տարի է ինչ իշխանության է, ձեր կարծիքով ո՞րն է նրա մեծագույն ձախողումը։ Մեծագույն ձախողումը, որ երկիրը ծախեց թուրքերին ու թուրքերով շրջապատված ապրում ենք։ Իրա բութ ուղեղը, ես կյանքիս մեջ իրա կնոջ եւ իրա նման բութ անգրագետ չէի տեսել։ Պատերազմները ձախողումը եւ մեր հերոսների արյունը, որ թողեցինք այնտեղ։ Մենք ինչքան սերունդ կորցրեցինք։ Եթե պիտի տայինք սկզբից, եթե չենք տվել, ուրեմն չենք էլ տալու։ Ես այդ կարծիքին եմ, որ փացած երեխեքի առաջ մենք պարտավոր ենք հաշվետվություն ներկայացնել։ Այսօր խեղտել հարկերի տուրքերի մեր ժողովրդին, այդ հարցի պատասխանը չտալու խնդիր է ինձ թվում է։ Մենք այն սերունդն ենք, որ սև մութ անլույս անջուր տարիներ ենք անցկացրել եւ այսօր հարկատու ենք, չգիտեմ ինչի համար։ Մի հարց, ինչի համար է աղբահանությունը քառակուսի մետրով, մինչեւ այսօր քաղաքապետարանի տունը մարդ չի եկել հավաքելու։ Ես եմ հավաքում աղբը քառակուսին, ինչ կապ ունի։ Ես եմ կեղտոտողը։ Ոչ թե իմ տան քառակուսին։ Նա ձախողում չունի, ինքը աշխատում է ճիշտ իր ազգերի համար։ Ադրբեջանի, Թուրքիայի, մյուսի։ Նրան բերողի հերնանից վեր, որ չբերեին գցեն մեր ջանին։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ ասեմ, աղջիկս, ես չգիտեմ ինչ կա ասելու։ Ուղղակի պրսնելա դրանից չենք կարող ազատվենք, որովհետև մեր սրիկա բերետավորները, դրանց 60%-ն էլ թուրք է։ Այդքան մենք բերետավոր չունենք հայերի մեջ։ Լրիվ բերավինք օրինական ձևով դոկումենտացիա ստեղծել հայկական անուն ազգանունով բերետավորը բերեք մեր ջանեն, դրա համար մենք չենք կարողանում, ինչքան ժողովուրդը ոտի հելնի ուժերը չի պատում։ Խփում են, ջարդում են։ Հասարակ լոգիկա է, ինքը ոնց կարելի է հասկանում ես աղջիկ ջան, ես ուղղակի գժվեմ 16-17 տարեկան աղջկան խփես գցես քացոտակ, դա ուրեմն դա մարդ չի, դա անասուն է։ Որովհետև ինքը թուրքի ժառանգ է, իր համար մեկ է, չէ որ թուրքերը որոշել են հայ արունը խմել, խմում են, իրանց ուզած ձևով խմում են։ Հիմա օղլին, ես չգիտեմ, այդ օղլուն ոնց կարողանանք մենք պրսնենք դրանից։ Ժողովրդին խաբելը, սուտ խոսալը, անիմաստ օրենքներ ընդունելը, իր ասածին տեր չկանգնելը, վախենալու բան չունեմ։ Մենք ճիշտ ենք ասում, չէ, դաժե հասարակ այս օրենքները շահերը չեն պաշտպանում։ Թող խոսքին տեր կանգնի, տղամարդը շլվարը ինչի մար է հագնում, որ ոտերը չծածկի։ Փաշինյանին բերել են հատուկ նրա համար, որ հայ ազգը վերացնեն։ Գիտություն, կրթություն, մշակույթ տարան կապեցին սպորտի հետ։ Մշակույթի աշխատողը գիտություն չի հասկանա, որ մնաց սպորտը։ Նրանց ծրագիրը հայ ազգը վերացնելն է։ Նա Հայաստանի հողերը, ջրերը մաս տալիս է Թուրքին եւ Թուրքի ուրախությունն է։ Էրդողանի գիրքը Էրդողանի նկարը վրան ուրախ հիանում է այդ գրքով։ Էլ ինչ մտածեմ ես այդ մարդու մասին։ Ամեն ինչն էլ ձախողել է, էլի։ Զինվորներին, որ հիմա այնքան մահացան զինվորները, որ պիտի էթանել։ Մահացան գնացին, պրծավ, մեր 3 բակալենին չկա։ Կարային չէ, փրկեին։ Ձախողումները նայել, որ ոչ մի անգամ պատերազմում չհաղթեցինք մենք։ Անտեղի զոհեր տվեցինք։ Օր-օրի վրա թանկացումներ ա լինում։ Ձախողում է, թե չէ։ Այո։ Շատ դժգոհ են քաղաքապետարանից։ 18 թվականից մինչև հիմա սեփականաշնորհման համար դիմում ենք հայտ ներկայացրել ու ոչ մի այսօր ոչ մի պատասխան։ Ասում եմ ամեն տարի բերեք 30,000 դրամ ուծեք։ Թարմացրեք ձեր գործը։ Եթե 30,000 դրամը դու ավելին տալիս ես, որտեղից մուծեմ ամեն տարի։ Այդտենց էլի դու 50 տարի չես անի այդ գործը։ Ճիշտ չի։ Ճիշտ է, չէ։ Շատ դժգոհ ենք հատկապես քաղաքապետարանից։ Բայց մի բան ասեմ, ողորմի իր հորը, որ այս տրանսպորտը սենց արկեց, ինչքան բարեկամ ունենք ձրի գնում տեսնում գալիս ենք։ Մեծ առավելություններ էսի, չենք վճարում ու վերջ։ Ոչ մեկն էլ Նիկոլ Փաշինյանին չուզենա, որ ինքը մնա, քանի որ ինքը այնքան ստեր է խոսացել, որ ոչ ոք չի հավատում իրան։ Մեր գերիների համար, որ գերիների մասին չի մտածում, Ռուբեն Վարդանյանը բանը,
Այդ լավ մարդիկ գնացել են Բաքվի, բանտերը չեն կարողանում բերեն։ Այ դրա համար էլ չեն կուզում իրան, որ ինքը մնա։ Ոչ մի հարցում ինքը չի օգնում ժողովրդին։ Սպասելիքները մեծ էր Փաշինյանից, բայց մեր սպասելիքները չիրականացավ, որովհետև ինչ էլ որ անում շատ դանդաղ, ժողովրդի վիճակ ավելի վատացել ամենակարևորը, ես ոչ մի լավ բան չեմ տեսնում։